Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողներին Edge-ն է մեր եթերում, բայց մինչ այսօրվա մեր թեմային անդրադառնալը, ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քամբեբե ապրանքանիշով։ Իդեպ Քամբեբեն արդեն ունի նորույթ, բնական բաղադրիչներով մշակված Քամբեբե վարտիկ տաք դիժներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր ձեր փոքրիկի համար ապավելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Երեխաների շրջանում հաճախ հանդիպող վիրուսային վարակների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում էնտերովիրուսները, որոնք կարող են ունենալ տարբեր դրսևորումներ, սկսած թեթև ախտանիշներից մինչև ավելի արտահայտված կլինիկական պատկեր։ Ինչպես է տարածվում այս վարակը, ինչով է այն առանձնանում մյուս վիրուսներից եւ որոնք են այն նշանները, որոնց դեպքում պետք է ծնողները զգոն լինեն։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր կխոսենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական որակաբան Շուշանիկ Կարապետյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելուն։ Եվ սկսենք ամենաառաջին հարցից, ինչ է էնտերովիրուսային վարակը։ Էնտերովիրուսային վարակը դա էնտերովիրուսները առհասարակ դա պիկորնավիրիդե ընտանիքին դասվող վիրուսներն են, որոնք են կոքսակի վիրուսը, AB տեսակները, էխովիրուսները, նորաձև վիրուսները, էնտերովիրուսները, նաև պոլիովիրուսների մասին մի փոքր առանձին, հետո կասեմ երկու խոսքով, բայց հիմնականը, որ մենք հիմա տեսնում ենք, վերնշած 3 տեսակներն են։ Ինչ է էնտերովիրուսային վարակը։ Էնտերովիրուսները ախտահարում են հիմնականում աղեստամոքսային ևս տրակտը, նաև բացի նրանից նրանք ունակ են ախտահարել այլ համակարգեր՝ նյարդային համակարգ, սիրտ, մաշկ։ Երեխաների շրջանում ինչպես է փոխանցվում։ Փոխանցման եղանակները մի քանիսն են, ֆեկալ-օրալ հիմնական փոխանցման եղանակն է, դա կեղտոտ ձեռքերի միջոցով, կեղտոտ առարկաների, խաղալիքներ, մակերեսներ, կոնտակտի միջոցով, նաև օդակաթիլային միջոցով հնարավոր է փոխանցումը տեղի ունենա։ Որոնք են ամենատարածված ախտանիշները այս վիրուսի դեպքում եւ ինչպես է կատարում տարբերակիչ ախտորոշումը այլ վիրուսներից։ Էնտերովիրուսների դեպքում իհարկե ախտանիշները շատ բազմազան են ու միշտ չի որ կարող ենք մենք տարբերակել տվյալ պահին, որտեղ նա կարող է սկսել որպես հասարակ սուրշնչական վարակ, այսինքն քթահոսություն, կոկորտի ցավ, բայց հետագայում միանում է որովայնացավ, փորլուծություններ, այսինքն սա մեկ ամբողջ է դառնում շատ ժամանակ։ Իհարկե շատ հաճախ մենք ունենում ենք նաև մաշկի ցանավորման արտահայտում, որը շատ տիպիկ է երեխաների մոտ եւ տարբերակիչ առումով մեր շատ բաները դա հուշում, այսինքն հիմնական թիրախային հատվածները, որտեղ ցանավորվում է, դա ձեռք, ոտք, բերան հատվածներն են։ Նաեւ ունենում ենք լորձաթաղանթի խոցիկներ, եւս բնորոշ էնտերովիրուսային վարակների, որի ժամանակ կարող է առաջանալ, զարգանալ հերպանգինա կոչեցյալ որպես ախտորոշում։ Այ հաջորդ հարցը հետևյալն է. արդյոք կարող է էնտերովիրուսը ընթանալ անախտանիշ եւ այդ ընթացքում որքանով է բուժառուն վարակիչ։ Միանշանակ մեր էնտերովիրուսների դեպքում 50-ից 80%, եթե ոչ ավելին, անախտանիշ է ընթանում, բայց դա չի խոսում, որ երեխան վարակիչ չի, վարակիչ է, բնականաբար արտազատում է արտաքին միջավայր կղանքի տեսքով, կղանքի միջոցով վիրուսներ եւ հնարավոր է այդ վարակի շրջապատին միանշանակ ու դա կարող է տևել մի քանի շաբաթ։ Երբ է պետք դիմել բժշկի, երբ հայտնաբերվել է կամ կան արդեն իսկ ախտանիշներ եւ որ բարդությունների դեպքում է անհրաժեշտ անմիջապես դիմել։ Բժշկին դիմում են, եթե ունեն 3 օր եւ ավելին բարձր ջերմություն, երեխաները թուլացած են, արձագանքները շատ ավելի ընկճված են, արտաքին աշխարհի հետ, եթե ջրազրկման նշաններ ունեն, բերանի չորություն, շրթունքների չորություն, քիչ մի զարտակում, ունեն խիստ արտահայտված գլխացավեր, այստեղ մենք ունենք վտանգներ իհարկե մենինգիտի զարգացման, իհարկե դա սիրոզ հիմնականում մենինգիտ է լինում, բայց դա բավականին վտանգավոր է, ունենք վտանգներ էնցեֆալիտի զարգացման, էնտերովիրուսները դա առաջացնում են, եթե երեխան հրաժարվում է խմելուց, ուտելուց, որը շատ հաճախ ենք եւս տենում ենք հերպանգինայի դեպքում, որովհետեւ ախտահարված է լինում բերանի խորոչը, բկանցքը եւ դա շատ ցավոտ է եւ առհասարակ ոչինչ չեն կարողանում ուտել եւ խմել։ Խոսենք մի փոքր բուժման մասին։ Կա արդյոք հատուկ բուժում ծագումնաբանության էթիոգենետիկ, որպեսզի վերջնականապես այս հարցը լուծի, թե ունեք սիմպտոմատիկ բուժում, ուղղակի ժամանակի ընթացքում
ճնշում ենք, հա, քողարկական սիմպտոմներ, որոնք կան, եւ սպասում ենք, որպեսզի այդ ժամանակը անցնի։ Սպეციფიկ բուժում էնտերավիրուսների դեպքում չկա։ Այդ իսկ պատճառով հիմնական բուժումը դա սիմպտոմատիկ բուժումն է, ջրազրկման կանխարգելում եւ բուժում, հա, լրացնել ջրային պակասը, լրացնել, խնամել բերանի խոռոչը խնամքի միջոցներով, տարբեր տեսակի եւ ցավազրկվող եւ անտիսեպտիկ միջոցներով, որպեսզի այդ վերքերը այնքանով լավանա, որ երեխան գոնե կարողանա սնվելու, հա, եւ խմելու ունակությունը սիմպտոմատիկ, հիմնականում սիմպտոմատիկ։ Իսկ որքան է տևում մոտավորապես այս շրջանը։ Հիվանդանոցային նկատի ունեք, թե հիվանդանոցային համապատասխան բուժման սիմպտոմատիկ բուժման ժամանակ 3-ից 5 օր, ես դա ասում եմ ամենամեծ sense հիմնականում մենք չենք խոսում լուրջ բարդությունների մասին։ Դա ստացիոնարից եւ դուրս է գրում այդ բուժումները, կարելի ասել տնային պայմաններում շարունակվում են։ Բուժումները դեղորայքային բուժում գրեթե տանը մենք արդեն չենք շարունակում, այսինքն եթե հեղուկների, այո, հեղուկների սնունդի միջոցով, որպեսզի վերականգնվի։ Այսինքն դեղորայքային բուժման կարիք տանը գրեթե չի լինում։ Եվ վերջին հարցս կապված է բնականաբար կանխարգելման հետ։ Ինչ անել, որպեսզի կանխարգելվի նման վարակների տարածումը։ Նույնպես հիգիենայի կանոնների հետևել, հիգիենա, то есть մաքուր պահել խաղալիքները երեխայի այն ամենը ինչ որ ինքը շփվում, ինչի հետ շփվում է հաճախակի ձեռքերի լվացումը, մեկուսացումը երեխայի, չուղարկել դպրոց, մանկապարտեզ, երբ որ երեխայի սուր շրջանում է գտնվում։ Անչափ շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար բժշկուհի, սիրելի հեռուստադիտողներ, էնտերովիրուսային վարակները տարածված են հատկապես երեխաների շրջանում։ Սակայն ճիշտ հիգիենայի գոնության եւ ժամանակին բժշկական խորհրդատվության դեպքում հնարավոր է կանխել բարդությունները։ Սիրելի ծնողներ, մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ ցանկացած կասկածելի ախտանշի դեպքում անպայման դիմեք մասնագետի, ապավելով երեխայի առողջությունն ու անվտանգությունը։ Ինչպես նաև հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Kambebe ապրանքանիշով։ Իդեպ Kambebe-ն արդեն ունի նորույթ բնական բաղադրիչներով մշակված Kambebe վարտիկ տարբերներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ եւ այլ գրգռող նյութեր։ Ձեր փոքրիկի համար ապավելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Դե ինչ սիրելի շտատտոներ, մնացեք մեզ հետ, իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։